երեք կալանավորվեց երրորդ բարձրաստիճան հոգևորական, այս մասին ձեր կարծիքը գնահատական է։ Դե ինչ պետք է լինի կարծիքը։ Կարծիքը միանշանակ է, որ ոչ բարով է իշխանությունները ռեպրեսիոն ամբողջ համակարգը գործի են դրել եկեղեցու արշավի շրջանակներում, հարվածում են եկեղեցուն, դա սինխրոն այդ ամեն ինչը արվում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքուր Փաշազադեի անմիջապես խոսքերից հայտարարություններից հետո գործի է անցնում, չգիտեմ, էլի 37 թվի գործիքակազմով Բերիայի ոճով, բոլշևիկյան ոճով ոնց որ անում էին 37 թվին, այդ նույն ոճով այս գործն էլ դրա շրջանակներում, ասինքն ադրբեջանական տանդեմի, ադրբեջանա-թուրքական տանդեմի այսպես խոսույթին համապատասխան այս խմբակը գործում է նույն տեքստերով, նույն հայտարարություններ, ինչ որ հնչում են այդտեղից նույն հայտարարություններով, նույն մեղադրական ոճն էլ է նման, այսինքն նմանությունները մեկին մեկ են, այսինքն ընդեղ հնչող մեղադրանքների եւ կոչերի, որ պետք է հայրաքելական Սուրբ եկեղեցու դեմ այդ արշավը կազմակերպվի, նույն ձեռագրով այս իշխանությունները նույն ոճով գործում են։ Սա խայտարակություն է, առաջի քրիստոնյա ազգը ամբողջ աշխարհով խայտարակ է լինում եւ սա անում են մի իշխանություններ, որը պատրաստ է Ալիևի եւ Էրդողանի բոլոր ցանկությունները, երազները, իղձերը իրականացնի եւ ես ցավով եմ ասում, որ մեր հոգևոր Բարսաշյան, ոչ միայն հոգևոր Բարսաշյան դասի ներկայացուցիչներն են տարվում, այլ քահանաներ են այդ գործի շրջանակներում ձերբակալվում, անընդհատ թիրախում հայտնվում են, փորձում են նաև ներսից քանդել եկեղեցին, ներսից է այդ process-ները ուղղորդվում եւ իբր չգիտեմ, չակերտավոր այդ իրավապաշտպաններ են, ես չգիտեմ ինչեր են, որոնք որ պետք է զբաղվեն քաղբանտարկյալների գործով, այս գործով ոնց որ գործ տվողների շրջանակում, այսինքն իրանք են ուղղորդում իրավապահ համակարգին, որ այս կամ այն հոգևորականների նկատմամբ քրեական գործեր հարուցվեն։ Պարոն Դանիելյան, սա հերթականներ թե վերջինն էր այս ձերբակալությունը ձեր կարծիքով հոգևոր դասում, որովհետև կարծես թե նկատվում է այսպես լռություն մայր եկեղեցու կողմից, այսպես ոչ համարժեք գործողություններ։ Խոսում են, որ հաջորդը կարող են գնալ Սյունիք, այնտեղ ստուգել, բայց այդպես էլ մայրաթուռի շնչեցին համարժեք։ Բագրատ եւ Միքայել սրբազանների գործից պարզ էր դառնում, որ իշխանությունները այդ ոճն են որդեգրել, այդ ձևով են պայքարը սկսել, չնայած նոր չի այդ պայքարը եկեղեցու դեմ, 18 թվականին ձեզ հիշեցնեմ նոր Հայաստան, նոր հայրապետ իրենք այդ լոզունգներով հայտնի իրենց այդ, չգիտեմ, ակցիաները բանը, որ իրականացնում էին, հետո կամաց սրբազաներ եւ ես շատ մեծ մտավախություններ ունեմ, որ սրանով իրենց ապազգային անհայրենիք գործունեությունը չի ավարտվելու։ Վաղը միսօր ուրիշ հոգևորականների են ներգրավելու։ Իսկ ինչ է սրանց մոտ ինչ որ սրբությունների բանի կարմիր գծեր չկան։ Եվ կարող է Սյունիք էլ գնան, կարող է ուրիշ թեմեր էլ գնան, ուրիշ եկեղեցականների թիրախավորեն, ուրիշ գործերի շրջանակներում այսպես, չգիտեմ, փորձեն տարբեր գործեր իրար կարել, կապել, ես իմ ինչ անել, մեկին, չգիտեմ, ահաբեկիչի գործով, մեկին, չգիտեմ, այլ գործերով, մեկին հարահավաքի գործով, ասինքն իրենք պատրաստի այդ բուրգը կառուցել են, որ ցանկացած պահի, ցանկացած ժամի կարող են ցանկացած բանի վրով գնալ եկեղեցու ներսում մի գործողություններ անել, որ անգամ մոնղոլ թաթարները իրենց տենց բան ցույց չեն տվել։ Այսինքն ինչ է, պետք է մարդու ձեռը գումար չլինի, այսինքն եկեղեցականի ձեռը հոգևոր սպասավորի ձեռը պետք է գումար չլինի, այսինքն դրան բանությունը որն է։ Քրեական վարույթի շրջանակում ենք գտել, դե հոդվածը գիտենք, որ այսինքն ում ձեռը գումար կա, պետք է տանեն բան անեն, քրեակատարողական հիմնարկ, այսինքն պարզ չի, որ հայրաքելական Սուրբ եկեղեցու տարբեր դասի հոգևոր առաջնորդներին գումար կլինի մոտները, բա այդ իրենց թեմի ուրեմն կարիքները բանջով են հոգում։
ասենք ծախսեր կա, տնտեսական ծախսեր կա այնտեղ, ուրիշ վերանորոգման ծախսեր կա, այլ ծախսեր կա, այսինքն գումար գտնելը դա ինչ որ բան է, մեղսագրվող հանցագործություն է։ Վաղը միսօր կարան լրագրողների մոտից էլ գումար գտնեն, ասեն եվրո, դոլար կամ падգամավորի։ Տնից արգրավել են դոլար, եվրո կամ բացի աբսուրդ է, չէ՞ դա։ Դա աբսուրդի ժանրից է։ Չնայած մենք արդեն չենք զարմանում Հայաստանում նման կարովի գործերով, որ գործը հասնում է դատարան, բայց սա էլ աբսուրդի ժանրից է։ Այսինքն դա որևէ մի քննադատության չի ենթարկվում, այսինքն դա աբսուրդ է, եթե հանցագործության առարկան ինչ որ դրամական միջոցն է, որ մարդու ձեռը Հատե սրբազան պայքարի շրջանակներում էլ կոշիկի մեխ էին գտել, եռանկյունի նշան, չգիտեմ, բանը ծուխ եւ Երևան քաղաքի քարտեզ եւ դրանով կորցում էին, ասենք, քրեական գործ կար։ Չեն էլ ամաչում ձվածեղ սարքելու գործը կցել են որպես ահաբեկչության գործ։ Դուք պատկերացնում եք աբսուրդի աշխանը։ Սա աբսուրդ է, անհեթեթություն է, հիմարություն է, սա տիկիտության արդյունք չի։ Այսինքն այնքան սնանկ է սրանց մեղադրողական բազան, սնանկ է, չկա դատար կա, որ կարան, չգիտեմ, մարդը որ գլխարկով լինի, ասեն գլխարկա դրել հատուկ պատրաստվելու ահաբեկչության կամ ակնոցները հատուկ հարմարեցրել է դրա համար կամ չգիտեմ, էլի այս կարգի աբսուրդի ժանրից է, այս կարգի տգետ չեն իրանք, այդ խոսքը ճիշտ չի, իրենք տգետ չեն։ Իրենք կոնկրետ ծրագիր են իրականացնում եւ այդ ծրագրի շրջանակներում բոլոր, տեսեք, խոսքս ավարտեմ կներեք, տեսեք, որդեկորից ծնողներ, անհայտության մեջ գտնվող մարդկանց հարազատներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակության բոլոր շերտերին այս մարդիկ մի բան ունեն ասելու։ Մենք ստեղծում ենք 4-րդ հանրապետությունը, այդ 4-րդ հանրապետությունը չի լինելու հայկական։ Այս է լինելու 4-րդ հանրապետության, ուզում են հիմքերը դնեն, բայց իրենք չի հաջողվելու այդ ամեն ինչը ձախողելը, որովհետև հայ մարդը արդեն հասկացել է այդ գործ ունի։ Պարոն Դանիելյան, Նիկոլ Փաշինյանը այսօր իր ճեպազրույցում նշեց, որ հայ առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են դեպքեր, երբ կաթողիկոսը հրաժարական է տվել եւ դրանից եկեղեցին չի տուժել։ Սա ինչ է նշանակում։ Մենք բացառապես պիտի խոսանք մի մարդու հրաժարականի մասին։ Այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այնքան ավերներ է բերել այս երկիր, այնքան ուրեմն խայտարակ թե արտաքին թե ներքին քաղաքականություն է վարել, որ ինքը վաղուց պիտի հրաժարական տար։ Մի 100 անգամ պիտի հրաժարական տված լիներ եւ առհասարակ քաղաքական կյանքում, առհասարակ մեր կյանքում գոյություն չունենար այդ մարդը։ Չունենար, այսինքն ինքը պիտի մի հատ սրանից հետո էլ մի հատ էլ պիտի ինչ անի, բան անի, ասի, բա գիտեք ինչ կա, ինչ որ մեկին ինչ որ բաներ մեղսագրի եւ հետո փորձի դրա վրա բան կառուցել, իբր թե այս մի հոգեվորականը կամ մի մարդը բան չափորոշիչների չի, ում չափորոշիչներին չի համապատասխանում, նիկոլական չափորոշիչներին չի համապատասխանում, ինքը առհասարակ հայ ժողովրդի եւ հայ մարդու չափորոշիչներին շատ վաղուց արդեն չի համապատասխանում, ոչ որպես վարչապետ, ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ որևէ մի աղերս չունի, որևէ կապ չունի, մեր ոչ մշակութային արժեքների, ոչ պատմական արժեքներ, ոչ մի, այս մարդը վերացնում է ամեն ինչ, վերացնում է, ոչնչացնում է ամեն ինչ, ես իմ չգիտեմ, էլի, ես նորից եմ կրկնում, նման բան երբեք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել, ինքն է Արցախի էջը փակել, ինքն է այսքան արհավիրքը բերել մեր ժողովրդի գլխին, ինքն է այն մարդը, որ ձեռը գնացել է հրահանգ է տվել ազգային բարերարին ձերբակալեն, սրբազաներին ձերբակալեն, ինքն է ուրեմն որդեկորույս ծնողներին, հերոսացին ծնողներին եռաբլուրում քաշքշելու հրաման է տվել եւ այս ամբողջ պատասխանատվությունն ու մեղավորությունը մեկ մարդու է եւ այդ մեկ մարդը Հայաստանի վարչապետ կոչվածն է, որը որ ուզուրպացրել է իշխանությունը եւ գիտենք իր արդարադատությունը որն է։ Իր արդարադատությունը SMS հաղորդագրություններն են, իր արդարադատությունը դա իր սրտի դատավորներին գրությունները ուղարկելն է, որ այդ ավտոմատ համակարգը չի գործում, իր սրտի դատավորները տալիս են կալանքի որոշումներ, իր սրտի դատավորները ուրեմն իր սրտի դատավորները այնքան են հեռու գնացել, որ պատմողական բնույթի հայտարարության, իր խոսքի համար, պատմողական բնույթի հայտարարության համար 2 տարի ազատազրկման են դատապարտել հայ առաքելական Սուրբ եկեղեցու Բարձրաստիճան հոգևորականի Միքայել Սրբազանի, որ եթե նայեք նախորդի բոլոր ուրեմն այդ քրեական գործերը, որ իբր այդ քրեական գործերը տարբեր մարդկանց վրա կարվել են, կամ եղել է
տուգանք կամ արդարացման որոշում։ Խստագույն պատիժ է դատավորը նշանակել այն շրջանակներում, որ Հայաստանի Հանրապետությունում կա տես դատավոր, որ իմ ասածը չկատարի, այն շրջանակներում, որ ինքը շրջափակում էր դատարանները, եւ այն շրջանակներում, որ մի քանի ամիս առաջ աշխատանքից ազատեց միջազգային հայցերով զբաղվող իրավաբանական խմբի ղեկավարին, ասելով, որ կառավարությունը ես եմ, իմ կարծիքից այլ կարծիք հայտնողները կհայտնվեն փողոցում, այսինքն նույն այդ կոնտեքստում նաև դատական համակարգն է, իրավապահ համակարգն է, բոլոր համակարգներն են, որը որ բացարձակ, ասենց ասեմ, էլի ձեզ անգործության են մատնված։ Բառից բուն իմաստով Հայաստանի Հանրապետության բոլոր օղակներում բարդակ է։ Ես մի քանի ժամ առաջ եկել եմ կառավարության շենքի մոտից, որտեղ որ բեռնափոխադրողները հայտնվել են այն ելանելի վիճակի մեջ, եւ այդ մարդկանց որ հարց է տալիս, ասում եմ, այդ մարդկանց հարցը ո՞նց պետք է լուծվի, պատասխան չունեն, ոչ անվտանգային հարցերում պատասխան ունեն, ոչ տնտեսական հարցերում պատասխան ունեն, ոչ այս կրիմինալ իրավիճակի հետ կապված պատասխան ունեն։ Իրապահ համակարգը ուրեմն զբաղված է մեկ խնդրով՝ քաղաքական օպոնենտներին իրենց քիվքին ոչ հաճելի արտահայտություն անող, քննադատող մարդկանց գործեր կարեն։ Այսօր տասնյակ, հարյուրավոր քննիչներ, դատախազներ, ոստիկանության աշխատողներ զբաղված են մեկ գործով՝ հետապնդել, գործեր կարել եւ կալանքի տանել բոլոր այն մարդկանց, որոնք իրենց հետ համաձայն չեն։ Բայց տեսնում ենք կրիմինալ վիճակը ոնց է Հայաստանում։ Ամեն օր սպանություններ, ամեն օր գողությունների կտրուկ աճ եւ այս պայմաններում այս մարդը պետք է նորից եմ կրկնում 100,000 անգամ հրաժարական տված է։ Նոր չի եղել, հիմքերը նախապատրաստվել են վաղուց։ Այցից հետո Հիմքերը նախապատրաստել են վաղուց։ Դրա անոնսը տվել է, կրկնում եմ, թուրք-ադրբեջանական տանդեմը, մասնավորաբար ես ասում եմ, նայեք ադրբեջանական կողմի հայտարարությունները թիրախավորելով հայ ռաքելական Սուրբ եկեղեցին, մի օր չի անցնում նույն բառապաշարով, նույն տեքստերով Facebook-յան ստատուսներ ա գրվում։ Էլ ինչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ որտեղից է գալիս այդ քամիները։ Հայ ռաքելական Սուրբ եկեղեցին մեր պետության հիմքն է, ակունքն է, հենասյունն է։ Սկսեցին դպրոցական դասագրքերից, սկսեցին թիրախավորելուց, հիմա հասել են արդեն իրենց բուն գործին, ասում էր բանա, չէ՞ պետք է ես ասում բան անեմ, ասում հավաքեմ ժողովուրդը պետք է բան անեմ, ուղղորդեմ դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինչ ասես, ինչ ասես։ Այդ հարցակման շրջանակների անոնցն է այս ամեն ինչը։ Կազմաքանդել, այս գործողությունները անել, որ վերջնական հարվածը հասնեն Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որը կրկնում եմ, մնալով իրանց կոկորտում չի աջողվել։